Բարև ձեզ Արմինուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը, բարև ձեզ պարոն Կարագյոզյան։ Շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու համար եւ այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել կիբերհանցագործությունների մասին, քանի որ այս կապակցությամբ նաեւ կազմակերպված էր նախորդ շաբաթ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա։ Խնդրում եմ նշել, թե ինչ օգուտ տվեց բողոքի ակցիան եւ ինչ քայլերի դիմեցիք։ Ուրեմն կառավարության շենքի առաջ մենք ունեցել ենք բողոքի ակցիա, նախ եւ առաջ մի բան, մենք խոսել ենք եւ կառավարության առաջ եւ գլխավոր դատախազության առաջ եւ կենտրոնական բանկի առաջ, բայց այստեղ խնդիրը միայն կիբերհանցագործությունը չէ, այստեղ բանկերում տեղի ունեցած զեղծարարությունների մասին է գնում խոսքը, որ շատ հաճախ մենք ունենք դեպքեր, որ կիբերհանցագործը այդտեղ ընդհանրապես մասնակցություն չունի։ Խոսքը այստեղ բանկերի ոչ պատշաճ վարքագծի եւ ոչ օրինական աշխատանքների մասին է գնում, ինչը նաեւ արտահայտվում է կիբերհանցագործությունների միջոցով եւ մենք ունենք տպավորություն, որ բանկերի համար արդեն իսկ շահավետ է դարձել կիբերհանցագործությունները։ Քանի որ բանկերը ունենում են այսպես ասած պատճառաբանություն, որ մեղավորը իրենք չեն, այլ հանցագործությունը տեղի ունեցել կիբերհանցագործի պատճառով, այո, հանցագործությունը տեղի ունեցել կիբերհանցագործի պատճառով, բայց կիբերանվտանգությունը տվյալ ֆինանսական կազմակերպությունը պատշաճ կերպով չի կարողացել պաշտպանի եւ իր անկարողությունների համար չպետք է ֆինանսական ճնշումների տակ, ֆինանսական բարդ կացության մեջ հայտնվի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ այն քաղաքացիների անուններով, անուններով, որ սենց ասենք, կարճ ասենք եւ հանրամատչելի մի փոքր փորձենք խոսալ, ովքեր որ դարձել են ֆիշինգի զոհ, նրանք հայտնվել են ծուղակում եւ նրանք որևէ դեպքում անձնական տվյալներ որևէ մեկին չեն փոխանցել։ Ավելի մանրամասն իրավիճակը, եթե այսպես ասած ինչ-որ ռուլետկա խաղեր կան, որ տարբեր բանկերի կայքերում եղել են նմանատիպ խաղեր, որ եթե տվյալ խաղին մասնակցեք կունենաք այսքան կամ այնքան շահում։ Նմանատիպ կայքերը ուղղակի կրկնօրինակվել են, նմանատիպ կայքերի միջոցով առաջարկներ են եղել հաճախորդներին, տարբեր քաղաքացիները հասկանալով կամ պատկերացնելով, որ բանկի պաշտոնական կայքն է, կամ բանկի պաշտոնական գովազդն է, մասնակցել են խաղարկությանը եւ ինչ որ SMS է եկել, որ 4 թիվ պիտի հավաքեք ու հաստատեք, որ կարողանաք ստանալ տվյալ գումարը։ Քաղաքացին եթե 4 թիվ է հավաքում, դա չի նշանակում, որ ինքը անձնական տվյալներ է տրամադրել։ Պարզապես այստեղ բանկը պետք է կարողանար անձը պատշաճ կերպով նույնականացնել։ Փաստացի քրեական գործեր են հարուցված, որ քաղաքացու անունը քաղաքացու անձնական տվյալները օգտագործվել են, սա չի նշանակում, որ քաղաքացու կողմից են օգտագործվել։ Կոնկրետ քանի հարուցված գործ կա քրեական։ Կոնկրետ տարբեր մարմինների կողմից տարբեր թվեր են հնչում, որովհետև լուծումներ չափազանց քիչ են։ Մենք ավելի տեղին կլինի խոսենք մեր ստացած ահազանգերի մասին, մենք ստացել ենք 280-ից ավելի արդեն ահազանգեր եւ դիմում բողոքներ, բայց ես ուզում եմ միտքը շարունակեմ։ Այդ դեպքերում արդեն բանկը իզորու պետքա լիներ եւ պետքա կարողանար անձը պատշաճ կերպով, ճիշտ կերպով, օրենքով նախատեսված կերպով անձը նույնականացներ։ Եթե չի կարողացել, ապա բանկը այստեղ իրավունք չունի եւ ապօրինի է պահանջները տվյալ քաղաքացուց, ֆինանսական բեռը թողնել տվյալ քաղաքացու վրա, դեռ բավական չի չպաշտպանել քաղաքացուն եւ այստեղ բացի վարկային խնդիրներից, որ վարկեր են ձևակերպվում, միևնույն ժամանակ զուգահեռաբար կիբերհանցագործների կողմից թալանվում են քաղաքացիների հաշիվներին եղած գումարները, խնայողական հաշիվներին կամ այլ հաշիվներին առկա գումարները, ինչի համար բանկը պատասխանատվություն չի կրում եւ սա եւս անօրինականություն է, որովհետեւ ելի օրենքով նախատեսված կարգով տվյալ գումարների երաշխավորը բանկն է եւ պետք է կարողանար ուղղակի ապահով պահել այդ գումարները, որովհետեւ եթե քաղաքացին այդ գումարները չի պահել բարձի տակ,
կամ իր գրպանում եւ ավելի ապահով տեղ է համարվել բանկը, մինչդեռ ասեմ ավելին, որ շատ դեպքերում նույնիսկ այդ մասով կա քաղաքացի եւ բանկ պայմանագիր, այս իմ ամբողջ ասածը ամրագրված է նաեւ օրենքով, հա, եւ ամրագրված է իրենց միջև կնքված պայմանագրերով։ Ուրեմն բանկը անտեսելով, օգտագործելով իր գերակա դիրքը փորձում է օրինական դարձնել իր պահանջները քաղաքացիներին սպառնալով, որ եթե դուք հանկարծ հրաժարվեք այս պատասխանատվությունից, այս մուծումները չկատարեք, դուք հայտնվելու եք ակրաբյուրոյի սև ցուցակներում, այսինքն այն քաղաքացիները, ովքեր ունեցել են պարտաճանաչ վարքագիծ, եղել են նորմալ հաճախորդներ, օրինական քաղաքացիներ եւ կարողացել են ունենալ վարկային պատմություն, որ իրենց տրվել է այսպես թե այնպես իրենց անուններով, թե հանցագործություն է տեղի ունեցել, բայց տվել են 20 միլիոն 34 միլիոն դրամի մասին է որոշ դեպքերում գնում խոսքը, տվել են 10 միլիոն, պատկերացնում եք քաղաքացին ինչքան օրինական պետքա իր վարկային պարտավորությունները մարի, որ նրան վստահվեն բանկերի կողմից այսքան խոշոր գումարներ։ Եվ հիմա այդ պարտաճանաչ ու այդ պատասխանատու քաղաքացուին սպառնում են, ասելով, որ սա արդեն օգտագործվում է որպես սպառնալիք, եկեք յուրաքանչյուր բառ հարգելի հայրենակիցներ, սիրելի քաղաքացիներ, եկեք յուրաքանչյուր բառ օգտագործենք տեղին, որովհետև այդ ճնշումները ունեն այդ բառը, որը իրավական հետևանքներ է պարունակում իր մեջ։ Հիմա դուք ինչ եք պահանջում։ Պահանջում ենք, որ ապօրինի պահանջները բանկերի կողմից դադարեցվեն, քաղաքացիների նկատմամբ ապօրինի պահանջները դադարեցվեն։ Կառավարությունից որևէ արձագանք ստացել եք կամ դատախազությունից, որովհետև ասացիք, որ դատախազություն եք դիմել։ Դատախազություն դիմել ենք, դատախազության հետ հանդիպում ունեցել ենք համապատասխան պաշտոնյաների հետ, հա, վարչության պետերի հետ այդ մակարդակով հանդիպում ենք ունեցել, որտեղ մեկնաբանվել է, որ գրված օրենքի շրջանակներում յուրաքանչյուր քաղաքացու մենք կպաշտպանենք օրենքով, բայց խնդիրը պետք է ունենա համակարգային լուծում, եթե գրված օրենքները չեն պաշտպանում ըստ էության մեր քաղաքացիներին, որովհետև եթե գրված օրենքները պաշտպանեին քաղաքացիներին, քաղաքացիների նկատմամբ չէր լինի ֆինանսական այդ ճնշումները եւ քաղաքացիների նկատմամբ այդ անհամաչափ թալանը չէր լինի։ Եթե դատախազությանը հետաքրքրում է գրված օրենքները, ինձ որպես իրավապաշտպան հետաքրքրվում է գրված մարդու իրավունքները։ Իսկ դուք ինչ-որ հաջողությունների հասել եք, հնարավոր եղել է, որ ինչ-որ քաղաքացու շահերը այս կիբերհանցագործություններից պաշտպանեք եւ հասնեք սպասված արդյունքին։ Տեսեք, ուրեմն մենք սկսել ենք մեր նախաձեռնությունը իրացնել արդեն 10-15 օր է եւ կենտրոնական բանկի հետ ենք համագործակցել եւ գլխավոր դատախազության հետ ենք համագործակցել, քննչական կոմիտեի հետ արդեն ինտենսիվորեն համագործակցություն սկսվել, բայց այսքան կարճ ժամանակահատվածում մենք չէինք կարողանա գրանցել ինչ-որ հաջողություններ կամ ինչ-որ արդյունքներ, բայց արդեն իսկ հաջողություն է, որ վերը նշված մարմիններում եւ վերը նշված համակարգերում սա դարձել են արդեն խնդրի առարկա, քննության առարկա եւ աշխատանքներ տարվում են, սակայն անբավարար, որովհետեւ դրանք արվում են անհատական մակարդակով, իսկ մենք խոսում ենք համակարգային լուծումների մասին։ Այսինքն մենք առաջարկում ենք, որ սահմանափակվի օրենքով նախատեսված կարգով սահմանափակվի այն բանկերի գործառույթները, որտեղ իրականացվում են այս զեղծարարությունները, ինչու, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք մի շարք բանկեր, որոնք հաջողությամբ կարողանում են ունենալ պաշտպանիչ շերտեր եւ հաջողությամբ կարողանում են պաշտպանել իրենց շահառուների իրավունքները եւ ես մի օրինակ եւս ուզում եմ բերել, երբ որ քաղաքացին դարձել է դասական ֆիշինգի զոհ, իր անունով վարկեր են ձևակերպվել, բայց երկու տարբեր բանկերում։ Մի բանկում 2 միլիոն 700 հազար դրամ, մյուս բանկում 1 միլիոն քանի 100 հազար դրամ, թիվը լավ չեմ հիշում։ Երկրորդ բանկը կապվել էր քաղաքացու հետ,
նույնականացրել էր անձը, ճշտել էր, որ այդ քաղաքացին վարկի համար առհասարակ չի դիմել, արդեն իսկ տրամադրված վարկը, որ փոխանցված էր եղել այլ օգտատերերի հաշվի համարներին, կարողացել էր վարկը վերադարձնել, նորից հարցում անել, ճշտել, եթե վարկը իրանք չէին դիմել, ուրեմն անհրաժեշտություն չկա եւ վերադարձվել է գումարը տվյալ բանկին։ Երկրորդ բանկը այս ամեն ինչը չէր արել, այս գործառույթները ուղղակի չի արել ու հանգիստ կերպով զառնասրտորեն քաղաքացուն ուղղորդել էր, որ դիմեն ոստիկանություն, նախաձեռնվել էր արդեն քրեական վարույթ եւ այսպես շարունակ ես հասկանում եմ արդեն որ երկրորդ բանկի դեպքում ուղղակի գործարքը իր համար եւս շահավետ է եղել, հա։ Եվ ունենք մտահոգություններ եւ ունենք կասկածներ, որ բանկերը կարող է եւ հնարավոր է եւ որ որոշ բանկեր ունեն նույնիսկ հովանավորչություն։ Ինչ հովանավորչության մասին է խոսքը։ Որ հնարավոր է որ քանի որ իրենք շահույթ են, ստացվում է որ իրենք շահույթ են, ունեն շահագրգռվածություն եւ տվյալ հանցագործությունների հետ պայմանավորված արդեն շահույթ են իրանք ակնկալում։ Եվ ենթադրում ենք արդեն դրանով պայմանավորված, որ հնարավոր է, որ կիբերհանցագործությունները, որ այսքան սրընթաց թվի աճ կա արդեն այսքան գրանցված, հնարավոր է, որ հենց իրենց հովանավորչությամբ էլ դա լինում է, որովհետև իրենց գովազդներին էլ եթե դուք ուշադրություն դարձնեք, կարմիր ժապավենով այնտեղ գնում է քաղաքացու շեշտադրվում է քաղաքացու մեղաբաժինը, իբրև թե դուք ձեր անձնական տվյալները մի տրամադրեք, ես ասեմ լայն հասարակությանը եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի արդեն իրազեկ է եւ գիտի, որ իր անձնական տվյալները չի կարելի տրամադրել երրորդ անձի եւ որևէ դեպքում քաղաքացին չի էլ տրամադրել իր անձնական մեր ստացած ահազանգերի կամ մեր ընդունած դիմում բողոքների մեջ չկա որևէ մեկ քաղաքացի, ով իր անձնական տվյալները փոխանցել է որևէ մեկին։ Մենք ունենք քաղաքացիներ շատ, 50% եւ ավել քաղաքացիներ ունենք, ովքեր ինչ որ SMS են հաստատել, ինչ որ թվեր են հաստատել, սա չի նշանակում, որ քաղաքացին անձնական տվյալները տրամադրել որևէ մեկին։ Սա արդեն ես կարծում եմ ռոպագանդա է, սա արդեն ես կարծում եմ, որ հասարակությանը եւ լայն հանրության շերտերին թյուրիմասության գցելու նպատակ ունի, որի պատճառով էլ արդեն այստեղ ծաղկում է կիբերհանցագործությունների թիվը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արմնյուրի հարգելի հետևորդներ, այսքանն ենք պատրաստել, իսկ ես հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել նաև Instagram-յան, Facebook-յան եւ TikTok-յան հարթակներում։ Կհանդիպենք։